Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հայտարարությամբ Կասպից ծովից դեպի Եվրոպա կանաչ էներգիայի միջանցքի նախագիծն ավարտել է տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլը եւ անցել մշակման ու իրականացման փուլ։ Տեղեկատվությունը տարածում է Կասպիան Պոստը հղում կատարելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը։ Հրատարակության տեղեկացմամբ Ադրբեջանի էներգետիկայի նախարարը այդ մասին զրուցել է Բաքվում կայացած նիստում, որին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները։ Նրա խոսքով տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաջող ավարտից հետո նախագիծը պլանավորման փուլից անցնում է գործնական իրականացման։ Նախագծի համար պատասխանատու ընկերությանը հանձնարարվել է պատրաստել մանրամասն ծրագիր, որն անհրաժեշտ կլինի մինչև վերջնական ներդրումային որոշման ընդունումը։ Նիստի ավարտին կողմերը ստորագրել են համատեղ նամակ եւ այն ուղարկել եվրոպական հանձնակատար Դան Յորգենսենին։ Նամակում նրանք կրկին հաստատել են իրենց հանձնառությունը կանաչ էներգետիկ միջանցքի նախագծին եւ խնդրել են այն ներառել Եվրամիության կարևորագույն նախագծերի ցանկում։ Հրատարակությունը գրում է, որ հաջորդ նիստը կկայանա նոյեմբերին Ռումինիայում։ Կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարի տեղակալ Բայակվիցյանին գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի հետ միասին գտնվում էր Թբիլիսիի 39-րդ հանրային դպրոցում բացված քննական կենտրոնում։ Բայակվիցյանին շրջել է քննական տարածքներով եւ հաջողություն մաղթել դիմորդներին, ուսուցիչներին եւ ուսուցչի որակավորում ստանալու ցանկություն ունեցող տեխնացուներին։ 2026 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 43000 դիմորդ։ Քննությունները ավանդույթի համաձայն անցկացվում են երկու հերթափոխով։ Քննական գործընթացը սկսվել է հուլիսի 2-ին եւ կավարտվի հուլիսի 22-ին ֆիզիկայի քննությամբ։ Ազգային շարժման գործող նախագահի եւ քաղաքական խորհրդի լիազորությունների ժամկետն արդեն ավարտվել է, սակայն կուսակցության տեղեկացմամբ կանոնադրության համաձայն նրանց լիազորությունները կշարունակվեն մինչև կուսակցության հաջորդ համագումարի անցկացումը։ Համագումարը ամենայն հավանականությամբ կնշանակվի հուլիսի վերջին, որտեղ կընտրվի ժամանակավոր ղեկավար մարմին։ Կստեղծվի բարեփոխիչների խորհուրդ, որը պատասխանատու կլինի կուսակցությունում իրականացվելիք բարեփոխումների համար։ Դրանից հետո միայն կհստակեցվեն կուսակցության նախագահի տեխնացուների վերաբերյալ կոնկրետ պատկերացումները եւ այնուհետեւ կանցկացվեն ընտրությունները։ Այս գաղափարը կուսակցությանը 3 սոցիալական ցանցի միջոցով առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նույն Facebook գրառման մեջ նա ազգային շարժմանը առաջարկել է ստեղծել բարեփոխիչների խորհուրդ, որի նախագահը կլինի անձամբ ինքը Միխեիլ Սաակաշվիլին, իսկ Նանուկա Ժորժոլյանին դիտարկվում է որպես խորհրդի գործադիր քարտուղար։ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը պատասխանել է կուսակցության գործող նախագահը։ Նրա առաջարկը գնահատում են նաև կուսակցության մյուս անդամները։ Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ Ուշկուլիում Լամարիայի վանքի տարածքում ընթացող վանական խցերի շինարարական աշխատանքների համար գործակալության կողմից համապատասխան թույլտվություն չի տրվել։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ գործող օրենսդրության համաձայն մշակութային ժառանգության հուշարձանների վրա ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական կամ այլ միջամտություն պահանջում է նախնական համաձայնեցում գործակալության հետ եւ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանում։ Հարցի ուսումնասիրման նպատակով գործակալությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում։ Օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ առցանց լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե տարածքում ժամանակակից շինանյութերով կառուցվում են սեղանատներ։ ԱՄՆ-ն հերթական օդային հարվածներն է հասցրել Իրանին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության վերջին տեղեկատվությամբ հարվածներ են հասցվել շուրջ 90 ռազմական թիրախների։ Թիրախների թվում եղել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներ, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներ եւ Իրանի ափամերձ գոտու երկայնքով տեղակայված ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ։ Վերջին հարվածները հաջորդեցին Իրանում նախորդ գիշեր իրականացված հարձակողական գործողությունների հաջող ավարտին։ Այդ հարվածների նպատակն էր էլ ավելի թուլացնել Իրանի կարողությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի եւ խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա հարձակումներ իրականացնելու համար, ասված է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։ Իր հերթին Իրանում հայտարարում են, որ ի պատասխան ԱՄՆ-ի նոր հարվածների հարձակումներ են իրականացրել Քուվեյթում եւ Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական բազաների վրա։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ երկրի էներգահամակարգը աշխարհում ամենակայուններից մեկն է եւ տնտեսությանը վնաս հասցնելուն ուղղված թշնամական փորձերը չեն հասնի իրենց նպատակին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով Ռուսաստանը հուլիսի 8-ից մինչև հուլիսի 31-ը արգելել է դիզելային վառելիքի արտահանումը եւ հուլիս ամսից կսկսի նաեւ վառելիքի ներմուծումը։ Նրա խոսքով բենզալցակայաններում ստեղծված իրավիճակը բնակչության շրջանում լուրջ անհանգստություն է առաջացնում։ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սրվել է մայիսի վերջից Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների ֆոնին։